Տապանում հյուրընկալել եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ հանրային գործիչ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ։ Քանի որ գիտեմ ձեր դիրքորոշումը իշխանություն, հոգևոր դաս կամ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյան կաթողիկոս այս հակադրության վերաբերյալ, դուք դա համարում եք Փաշինյանի գործողությունները հակասահմանադրական, ամեն դեպքում միանգամից այսօր նա եւս մեկ գրառում է արել եւ հարցեր է բարձրացրել, ասում է ոմանք հանդես են գալիս Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից, ինչն եք պաշտպանում, ում եք պաշտպանում սուտը, կեղծիքը, պղծությունը։ Այստեղ ուզում եմ հստակություն, դուք չեք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հոգևոր դասի հետ խնդիր ունի, թե դուք այնուամենայնիվ կպնդեք, որ այս հակադրությունը իշխանություն եկեղեցի է։ Նախ իմ դիրքորոշումը վերստին հայտնեմ, մինչև Նիկոլ Փաշինյանի մտքում ի հայտ կգան նման գաղափարներ եւ նման քննադատություն մեդիա դաշտում, ես կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձի մասին քննադատություն հնչեցրել եմ տարիներ շարունակ, ժամանակ առ ժամանակ, մանրակրկիտ, նրա անձնական հատկանիշներից մինչև նոր դավանափոխություն, որ արվում է այսօր մեր եկեղեցում, մեր ազգային եկեղեցին վերածելով ինչ-որ մի այլ բանի։ Եվ կոնկրետ այն հարցում, որ Գարեգին երկրորդը իր տեղում չէ որպես կաթողիկոս, ես Նիկոլ Փաշինյանի շատ առաջ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, վաղն էլ ասելու եմ, բայց Գարեգինի փոփոխելու հարցը այսօրվա հարց չի, եւ դա Նիկոլ Փաշինյանի անելիքը չի, ավելին Նիկոլ Փաշինյանին փոխել ավելի շուտ եւ հրատապ հարց է, քան փոխել կաթողիկոսին, որովհետեւ կաթողիկոսը սոցիալական ընդամենը մեկ ինստիտուտի առաջնորդ է, որը այսպես թե այնպես վատ է առաջնորդում իմ կարծիքով տարիներ շարունակ, բայց դրա համար այնպիսի կործանար ազդեցություն չի կրում երկիրն ու ժողովուրդը, որքան 7 տարվա ընթացքում հասցրել է կրել Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ։ Եվ Նիկոլ Փաշինյանը պետական ինստիտուտի առաջնորդ է, որը ոչ միայն վատ է կատարում իր գործադիր ինստիտուտի ֆունկցիան, այլ նաև ներթափանցել է ազդեցության տակ է պահում դատական իշխանությունը որպես պետական ինստիտուտ, օրենսդիր իշխանությունը պարլամենտը որպես պետական ինստիտուտ, հələ տեսեք քանի տեղ է ինքը թափանցում։ Բանակն է ավիրել եւ չի թողում այդպես էլ կայանա, իրավապահ համակարգն է ձախողել առանձին վերծված, արտաքին քաղաքականություն դիվանագիտությունը ընդհանրապես քննարկելու բան չի, պլյուս տեղական ինքնակառավարման նկատմամբ էլի մեծ ոտնձգություն, որը առանձին հասարակական ինստիտուտ է։ Այսինքն, եթե ինստիտուտները ամբողջ երկրում գործող բաժանենք 5 հիմնական մասերի՝ հասարակական, տնտեսական, քաղաքական, իրավական եւ պետական, ապա Նիկոլ եկեղեցին դա որպես մեկ հասարակական կառույց, մեկ հասարակական ինստիտուտ, ընդամենը ձախողել է իր դիրքը, իր ճակատը, իր պոստն է ինքը ձախողել։ Նիկոլ Փաշինյանը բացի իր պոստը ձախողելուց, այլ ինստիտուտների մեջ նույնպես ներթափանցում է։ Տնտեսականը կրիպտոարժույթի, բանկային գաղտնիքի վերացնելով տնտեսական հարվածահասնում տնտեսական ինստիտուտներին, հասարակականին, քաղաքականին, չգիտեմ, իրավականին, բոլոր տեղերում է ինքը գիթը խոտել ու ավիրում, հասկանում եք, ու եթե այստեղ կա ինչ-որ բան վերականգնելու, բարենորոգելու, կարգավորելու, ապա առաջին հերթին դա պետական ինստիտուտները բարենորոգելն է առաջին հերթին։ Պլյուս այս ամեն ինչի հետ շատ կարևոր է որ հասկանաք ես ինչ եմ ասում։ Այնպես չի Նիկոլ Փաշինյանը այդ մարդը չի որ պետք է այս փոփոխությունը անի, դա իր անելիքը չի, իր անելիքները բոլորովին այլ են եւ ինքը իր անելիքների տեղում մի խոսքով ձախողել է ու հիմա էլ փորձում է հեղաշրջում իրականացնի, աղանդավորական հեղաշրջում, որտեղ այն պատկերացումները, որ ինքն է առաջ քաշում, դա ոչ ավետարանչական եկեղեցու մեջ է տեղավորվում, ոչ կաթոլիկ, ոչ ուղղափառ, նկատի ունեմ ասենք ռուսական կամ հունական, ոչ, չգիտեմ, անգլիական եկեղեցու, առավել վերևս ոչ էլ հայկական ազգային եկեղեցու
պատկերացումների, սկզբունքների մեջ չի տեղավորվում եւ ինքը լրիվ իրենից դուրս մի կրոնական, դրա համար ասում աղանդավորական հեղաշրջում է փորձում իրականացնել, ինչին ես դեմ եմ։ Կտրիճա, թե ինչա, դրա մասին չիմ խոսքը։ Այդ դեպքում պարոն Մանասյան, պետք չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է եկեղեցին, որովհետև նրանք եկեղեցին ոչ մի մենք մի րոպե, մենք ամեոբա չենք միաբջիջ։ Մենք ունենք բարդ նյարդային համակարգ, որը օժտված է հիշողությամբ, համադրելու, վերլուծելու եւ եզրահանգումներ սինթեզելու ունակությամբ։ Այդ մարդը Արարատ լեռան վրա ոտնձգություն արել է։ Այդ մարդը ազգային ինքնության մի քանի բաղադրիչների նկատմամբ ոտնձգություն արել է։ Ցեղասպանության հանգամանքի վրա այնպիսի ոտնձգություն արել, որ Լեմկինի ինստիտուտն է նրան, այսպես ասած, նկատողություն տվել այդ իր ձևակերպումների համար։ Եվ ոչ միայն ինքը, այլ նաև իր քաղաքական թիմի որոշակի անդամներ, օրինակ Անդրանիկ Քոչարյանը խոսք էր տանում իբրև թե պիտի սրբադասվեն, թե պետքա հատ հաշվեն այն բոլոր զոհերը, դրանք պետքա բացահայտվեն, այսինքն կարող պարզվի 1.5 միլիոն չէ, 15 հոգի են ոտից գլուխ։ Այս իրանք արել են, չէ՞։ Հիմա այս ամեն ինչից հետո, երբ որ իրանք գալիս էլ միատել եկեղեցու հետ կապված ցանկացած խնդիր, կապ չունի ինչ խնդիր, սրբազանի հարցա, կաթողիկոսի հարցա, թե եկեղեցու չեմ, խաչը տնկելու հարցա, դա չի էական։ Էական է այս շարանի մեջ, այս շարքի մեջ, որ ավելացնես մի հատ էլ եկեղեցի, որպես բարձրագույն բանական էակ, եթե դու ամեոբա չես։ Քո մոտ արդեն ասոցիացիաները առաջանում, ասենք մի րոպե կա, դու նույն օրինաչափության շարունակությունն ես անում։ Հասկացաք, սա վակուումի մեջ առանձին վերծված ինչ որ մի երկրի գործադիր, ինչ որ մի մեկի հասարակական ինստիտուտի նկատմամբ քայլ չի, ոտնձգություն չի։ Սա այս ամբողջ կոնտեքստում պետք է նայել։ Ամբողջ կոնտեքստում եթե նայենք, կստացվի, որ ես հիմա Նիկոլ Փաշինյանին եմ պաշտպանում, բայց այդպես չէ։ Պարոն Մանասյան, Նիկոլ Փաշինյանը չէր խոսում, չէ, հոգևորադասի այդ խնդիրների մասին կամ նրանց անձերի խնդրահարույց լինելու մասին, մինչև որ նրանք չորոշեցին խառնվել քաղաքականությանը։ Նրանք երբ է որոշել խառնվել քաղաքականությանը։ Նրանք արդեն մի քանի տարի այդ որոշումը կայացրել, իսկ Բագրատ Գալստյանի շարժումը եղել է անցյալ տարի։ Բայց անցյալ տարի ինչի չէին անում։ Աշնանը ինչի չէին անում, ձմռանը ինչի չէին անում։ Աշնանը ձմռանը արդեն Գալստյանի շարժումը չկար, ինչի չէին անում։ Որովհետև հիմա նախընտրել։ Ոչ, որովհետև հայապրես, այսինքն շահադիտական հարց կա, չէ՞ այդտեղ։ Դե ներգրավվածությունը ես որպես լրագրող ենթադրում եմ, որ բավականին ակտիվ է, կուլիսներում գուցե իսկապես գործընթացներ են գնում, որոնց այսպես է արձագանքում Նիկոլ Փաշինյանը եւ եթե քաղաքականության տրամաբանության մեջ են կողմերը, բնական է, որ մեկը մյուսին կփորձի հնարավոր բոլոր միջոցներով հակազդել եւ ոչնչացնել, եթե չասեմ կոպիտ։ Նախ էլ եմ ասում, նրանք իրանց խնդիրներն ունեն, որոնք պետք է լուծեն եւ դրանք չեն լուծում իշխանությունները։ Այլ են չգիտեմ ինչով են զբաղվում։ Երկրորդ, սա միայն ներքաղաքական չի ըստիս, սրանում նաեւ արտաքին քաղաքական մեծ հարց կա, նախ ի սկզբանե արտաքին քաղաքական, չասեմ պատվեր, չասեմ տրամադրություն, ի սկզբանե դա կար, որ պետք է առհասարակ ազգային ինքնությունը ամրապնդող հաստատությունները, պատկերացումները քանդվեն։ Բոլորը պետք է լինեն ամբողջ աշխարհում իրար նման բազմազան, առանց ինքնության։ Ինքնությունը, յուրահատկությունը, առանձնահատկությունը եւ դրա պաշտպանությունը, ինդիվիդուալիզմը խնդիր է։ Էսի թողենք, էսի մեծ գլոբալ։ Նեղ այսօրվա տարածաշրջանային խնդրով Իրանի նկատմամբ սպասվում է տրամադրություններ կան, որ հնարավոր է ռազմական ագրեսիա Իրանի նկատմամբ, որը կարա զուգորդվի Սյունիքի նկատմամբ ռազմական ագրեսիայով։ Այս ռազմական ագրեսիան կասեցնելու համար պետք է հերթական զիջումը կամ հերթական նշանը մեր մրցակիցներին, հակառակորդներին, թշնամիներին, որ մենք փափուկ խաղալիք ենք, պուպուշենք, մեզ բան չասեք, Սյունիքի վրա չհարցակվեք։ Այդ հին անեկդոտ կա, չէ՞, ասում է, ինչպես են անգլերեն ասում կատվին, ինչպես են ասում է կատվին դե cat, ասում է իսկ փիսիկին, ասում է փիսիկը մեղ կա, փիսիկին բան չեն ասում։ Հիմա մեր իշխանությունները ուզում են ամեն ձևով ցույց տալ, որ Հայաստանը, հայությունը փիսիկ է, մեղ կա, իրան բան չեն ասում, պետք չի բան ասել։ Հասկանում եք, ու դրանում պետք է սասանել, քանդել հիմնական այն առանցքները, սյուները, որոնք ապահովում են երկրին դիմադրողականություն, երկրին դիմադրություն։ Թույլ կտակ մի բան էլ ավելացնեմ։ Առհասարակ իշխանությունները, գործադիր իշխանությունը արդեն մի քանի 100 տարի
ապակենտրոնացման ճանապարհով են գնում ժողովուրդները, էլիտաները, չգիտեմ, իշխանները, կուսակցությունները կենտրոնական գործադիր իշխանություն տանում են ապակենտրոնացման։ Սկսել է դա նրանից, որ թագավորներին ասեն լսի դու պիտի սահմանադրությամբ սահմանափակված լինես, դեռ Անգլիայում հարյուրավոր տարիներ առաջ, կամաց եկել է նրան, որ թագավորին ընդհանրապես թագավորի ինստիտուտը լուծարել են, եկել են այլ փոփոխվող ընտրովի պաշտոններ, դա էլ բերել է նրան, որ ընդհանրապես իշխանությունը պետքա գործադիր դատական առանձնացվի, դա էլ դրանից էլ ավելի են խորացել, որ պետքա վերտիկալ ապակենտրոնացում լինի, օրինակ լինեն կենտրոնական իշխանություններ, նահանգներ, տեղական ինքնակառավարում, սա էլ գործադրի։ Հիմա Հայաստանում այս ամեն ինչը չկա եւ չի եղել, բայց բնականից մի այսպիսի իշխանություն կա, օրինակ պետքա մեզ մոտ տեղական ինքնակառավարումը, քաղաքապետարաններն ու գյուղապետարանները իրանց ավականիներով հակակշիռ լինեին կենտրոնական իշխանությանը, դա սահմանադրությամբ։ Մեր սահմանադրությամբ եւ տեղական ինքնակառավարումների մասին կոնվենցիայով մենք պետքա հակակշիռ, բայց այդ հակակշիռը չկա։ Մեր տեղական ինքնակառավարման ավականիներն ու գյուղապետերն ու քաղաքապետերը նույն վարչապետի տակ ենթակա մարդիկ են, ոչ թե նրանից անկախ հակակշիռ մարմին, ինչը սահմանված է ուրեմն սահմանադրությամբ։ Ահա այս process-ը քանի որ չկա, բնական ճանապարհով հակակշիռ է ուզում երկիրը, հասկանում եք։ Երկիրը, հանրությունը բնական ճանապարհով գործադիրին հակակշիռ է ուզում։ Գործադիրի տակ են բոլորը, դատականից սկսած, ասում եմ, մինչև օրենսդիր։ Լրիվ մտել են Նիկոլ Փաշինյանի գերիշխանության տակ։ Եվ հիմա սրա դեմ հակակշիռ տեղական ինքնակառավարումը չի, մարզպետները նշանակովի են։ Դուք նայեք, ով կա ոչ ասող, որը համ ունի իշխանություն, հասկանում եք, ոչ պետական իշխանություն։ Օրինակ գյուղապետերն ու քաղաքապետերն էլ պետական իշխանություն չեն, նրանք համայնքային իշխանություն են, եւ նրանք պետական ինստիտուտ չեն, նրանք հասարակական ինստիտուտ են, սոցիալական ինստիտուտ են։ Մարզպետներն ու գյուղապետերն ու քաղաքապետերը, անդադ մարզպետ եմ ասում, բայց մարզպետերն էլ պիտի այսպիսակ մի բան լինեն։ Հիմա նայեք, եւ միակ հակակշիռը դա եկեղեցին է մնացել։ Եկեղեցականները։ Եկեղեցին որպես այդպիսին ինստիտուտ, եկեղեցականն էլ որպես կրողը, այդ ինստիտուտի իր գործարկողը։ Միանշանակ չի ընդունվում։ Դա միևնույնն է, հանրությունը որ խելք ունենար, այս վիճակին չենք լինի, այ ընկեր։ Հանրությունը որ քաղաքականապես հասուն, գիտակից ու ակտիվ լիներ, մենք այսօրին չենք լինի։ Մենք այս խայտարակ վիճակում չենք լինի։ Հանրության տկարությունն է մեզ բերել այս վիճակին։ Հիմա հանրությունը մեկ է ինչ է ասում։ Կենտրոնական իշխանությունը պետք է հակակշռվի։ Հանրությունը եթե խելք ունենար, թույլ չէր տա, որպեսզի ազգային ժողովը լիներ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ։ Հանրությունը եթե քաղաքական հաստատություն ուներ, դատական այսպիսի համակարգի, այսպիսի տկարությունը, իրավապահ այսպիսի անգործունակությունը չէր հանդուրժի։ Հանրությունը վաղուց հարցերը լուծել է։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Պարոն Մանասյան, հակակշռել ինչպես, ում հետ համագործակցությամբ Ռուսաստանի, տեսեք, ես հանրային հարցեր եմ բարձրաձայնում, որոնք ուղղված են կաթողիկոսին, ասում են ինչու Արցախի բլոկադայի ժամանակ հանդես չեկաք կոնկրետ դիրքորոշմամբ, ինչու Արցախում կատարվածից հետո դուք գնացիք եւ ընդունեցիք ռուսական այդ պարգևատրումները, կամ ինչու երբ որ ռուս պատրիարքը գնում է Ալիևի կնոջը պարգևատրում է, դուք որևէ դիրքորոշում չեք հայտնում։ Հիմա հակակշռում է ինչպես Ռուսաստանի հետ համագործակցության։ Ալեն Սիմոնյանը, երբ որ հարցազրույցում ասում է գնում են, գնացել էինք Մոսկվա, տենայինք ու ոտերը կարող էինք ընկնել, խաղաղություն բերել։ Սա պրոռուսականություն է։ Սրա մասին քիչ եք խոսում։ Ալեն Սիմոնյանը հարցազրույցում ասում է գնացել էինք Մոսկվա պատերազմի վերջում։ Չէ, պատերազմի վերջին էր։ Ասում է ինչու եք դուք Մոսկվայում, պատերազմը շարունակվում էր, ասում է գնացել էինք ընկնենայինք ու ոտերը կարող էինք ընկնել, խնդրել խաղաղություն բերել։ Սա դուք գնահատել եք այս արտահայտությունը, այս ինֆորմացիան, այս մեսիջը գնահատել եք։ Իսկ միգուցե ինչ որ շերտից վերև բոլորը այս կամ այն կերպ գնում են Մոսկվա, տեսնում են ում ոտերը կարան ընկնեն ու ինչ որ բան բերեն երկրի համար։ Լավ թե վատ։ Էլի սա գալիս է ինչից, որտեղ ներքևում ժողովուրդը կայացած չի, քաղաքականապես ամրապնդված չի, մարդկանց համար դեր քաղաքականությամբ զբաղվելը ոչ թե սուվերենության դրսևորում է։ Մարդկանց համար քաղաքականությամբ զբաղվելը դա անբարոյականություն է։ Բա ո՞նց կարա այս տեսակ տհաս դեգեներատ հանրությունը այս տեսակ ունենա անկախ պետություն։ Նա ամենաշատը կարա սրա նրա տարածքում մշակութային կամ կերոնական փոքրամասնություն լինի, հաջողակ բիզնեսմեն լինի այս կամ այն երկրում։ Նա չի կարա սեփական տերությունը, սեփական պետությունը ունեցող սուբյեկտ լինի։ Իսկ ես հաշտ չեմ դրա հետ։ Ոչ մի դեպքում հաշտ չեմ, ինչքանից վախացնեք այդ Ռուսաստանը։ Նապոլեոնը գիտեք ոնց է լուծար է պարլամենտը իրանց երկու պալատ, ինչու են մեղադրել։ Ասեն սրանք Անգլիայի կողմից են հարյուրավոր պատգամավորներ։ Սրանք Անգլիայի կողմից են ֆինանսավորում, Անգլիայի շպիոններն են։ Էդի վաղուց փորձարկված ու արդյունավետ ձևով կիրառված
բանը մանիպուլյացիաներ են։ Վաղն էլ կասեն, մեկ են մյուսն էլ ասում է, սա էլ գրանտակեր է։ Այն մեկն էլ դուք չեք տենում, ինչ են անում, այդ ձեր ցավը տանեմ։ Ամեն մեկը իր թշնամուն սևացնելու համար ինչ որ մի բան ասում է, սա էլ գրանտակեր է, սա էլ ստեղից այսքան փող է ստացել, հա ինչ անենք, այ ընկեր։ Վերջը նայ այդ մարդու գործերը, խոսքերը, արած ինչ է իրանից ներկայացնում։ Հիմա նույն ձև Մոսկվայի շպիոն, հələ մեկն ու մեկը եկեք ասեք, փագենք այս Լարսը։ Փագենք այ մարդիկ եք առևտուր անում Ռուսաստանի, քիչ եք պահանջում։ Մոսկվայի շպիոն ասողները, այ հելեք ասեք, փագենք Լարսը։ Всё, փագում ենք Լարս, ավտոմատ կալաշնիկովները սա թափում ենք, ինչքան ռուսական զենք կա, թափում ենք, բոյկոտում ենք։ Հա, եկեք անենք էլի ժողովուրդ։ Չէ, դուք եք չի ասում, ուզում եք, չէ, դա փիս է։ Լսեք, հասկանալի է, անկախություն չի նշանակում պատերազմ հայտարարել, քո չելած հալին պատերազմ հայտարարել բանին, աշխարհի հզորագույն ատոմային կայսրություններից մեկին։ Ադրբեջ Ալիևից վախում են։ Դե ուշադիր։ Ալիևի անունը լսում դողում են։ Հա, էսի պիտի ստորագրենք, էսի պիտի անենք, թե չէ Ալիևը պատերազմ կանի։ Բա դուք եթե Ալիևից այդպես դողում եք, դուք Պուտինի դեմ վեր եք կենում, ինչ ասեք։ Հասկանում եք միտքս։ Ես նես չի որ Պուտինին եմ պաշտպանում։ Ես ուղղակի ցույց եմ տալի ճշմարտությունը կողում եմ աշներդ։ Նայեք, տեսեք, Ալիևի դեմ պատերազմ չկարողացող ժողովուրդը Պուտինին հայհոյելու իրավունք չունի։ Չնայած ես եմ մեկու մեջ ավել պակաս խոսացե։ Ու էլի կխոսամ։ Բայց դրան տեղ կա, չափ կա, ձև կա, ում դուրները չի գալիս, բայց Մոսկվայի շպիոնա։ Յանի բան եք թե կոնկրետ ինչ ունես։ Շպիոնա, ձերբակալի։ Ես եմ երկրի ղեկավարը։ Ցանկացած շպիոն դա ձերբակալման ենթակա անձ է։ Ցանկացած շպիոն։ Եթե ես չեմ ձերբակալում, ուրեմն կամ այդ շպիոնի հետ ես գործակից եմ, կամ նա իրականում շպիոն չի։ Վերջ, կամ ես նրա հետ գործով եմ, ընդհանուր եմ, կամ բանը, ուրեմն նա շպիոն չի։ Հիմա կողմնորոշվեք, եթե շպիոնախի ձերբակալված չի։ Ու ինձ մեկը ասեք, ոնց էր այդ բանը հապ քարտուղարներ, չէ, Խաչատուրովը, ձերբակալեցին։ Շպիոնի հարց չէր, ինչ որ բան կար այնտեղ, այն մարդը պաշտոնապես հապկի քարտուղար էր, կոռուպցիոն ինչ որ հարցեր կար։ Բանկեր Խաչատուրովի կարում եք ձերբակալեք, կաթողիկոսին չեք կարում ձերբակալեք։ Բայց ձերբակալեք եթե շպիոն է։ Մի փաստ հրապարակեք։ Ինչ եք ընկել լրագրողական մանիպուլյացիաներ, դեղին ասում Նիկոլ Փաշինյանը, դեղին մամուլի գլխավոր խմբագիր կատեգորիայից, էսկոմ չի եկել։ Եվ Նիկոլ Փաշինյանին կարող ենք արձանագրել, որ այսօր իրենց գործողություններով աջակցում են նաև Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց թիմերով։ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը անվստահության գործընթաց են սկսել Հայաստան դաշինքը սկզբից հայտարարում է, որ կապահովեն ստորագրությունները, հիմա դեռ ոչ մի ստորագրություն դրված չի այդ անվստահություն հայտնի։ Իրենք ավելի շատ բան գիտեն, քան մենք։ Իրանք գիտեն, որ երկրում ցանկացած պահի կարա լինի իրոք խնդրեմ լինի, փոփոխություն լինի, արտաքին ագրեսիա լինի։ Իրանք միշտ սպասում են այդ արտաքին ագրեսիային, այն սևորվան, որ պիտի մեր գլխին գա, ու իրանք այդ պահին հաջողացնեն իշխանությունը վերցնեն։ Իրանք ուրիշ բան չեն անում։ Հանրապետական կուսակցությունն ու Քոչարյանը դաշնակցական։ Նրանք սպասում են սևորվան, երբ որ պետք է մեր ջահելները մի քանի 100 ոնց որ Վանոներ ասում, մի քանի 100 կամ մի քանի 1000 հոգի մատաղալնեն, իրենք սամթը գցեն այդտեղ, այնպես չի որ նրանք մտածում են թող հզոր Հայաստան լինի, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի կամ Մանասյան Հայկի իշխանությամբ։ Նրանք ասում են կամ պետք է մենք լնենք, կամ ոչ մեկ, կամ Հայաստան չպիտի լինի։ Հասկանում եք նրանց պատկերացումը որն է։ Այ նրանք որ բլոկել են դաշտը իրանց տեղեկատվական լրատվականներով չնայած տեղաշարժ նկատվում հանրապետականում համենայն դեպս նրանք որ դաշտը բլոկել են դա հենց այնպես չի այդտեղ են իրանք իրար պահում որ լինի Նիկոլը ու իրանք երբ պետք է լինի Նիկոլին գցեն իրանք գան եթե լինի մեկ ուրիշ գործող ուժ ակտիվ այդ դեպքում իրանք գալու շանսերն է Նիկոլին գցելու դեպքում այդ բլոկադան հնարավոր է չի Հա իհարկե հնարավոր է։ Հնարավոր է, որ քաղաքական հասունություն է պետք։ Գիտես որն է քաղաքական հասունությունը։ Խոսանք դրա մասին։ Բայց էլի կրճա գալու է
կես ժամ լրանա, ասես քիչ հերիքա։ Ընդ ես հարցերի եմ սպասում։ Բայց դուք ասել եք հարցեր պիտի տաք, Նիկոլ Փաշինյանը ինչ որ հարցեր էր, տվե այսօր։ Դա էր Նիկոլ Փաշինյանի հարցը, որ ում եք պաշտպանում, Կտրիշ Ներսիսյանին սուտն ու կեղծիքն եք պաշտպանում, որովհետև այդ մարդը ստի եւ կեղծիքի մարմնացում է ըստ Նիկոլ Փաշինյանի։ Չէ, ուրեմն սենց ճշմարտությունն ենք պաշտպանում, ողջամտությունն ենք պաշտպանում, ոչ թե այդ մարդուն։ Եթե մեկին, օրինակ ասեմ, եթե մեկին մի տերորիստ կամ մանյակ ինչ որ մի հանցագործի, թեկուզ հենց հանցանքի համար պատիժա սահման է եւ ասում է մահապատիժ է պետք գտարեն գողության համար։ Այդ դեպքում ասում ենք ընկեր, այդ նախ այդ մարդուն մահապատիժ չի հասնում, երկրորդ դու չես որ պետք է իրան դատես։ Դրա համար կա հատուկ ինստիտուտ, դատարան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր վրա ֆունկցիաներ ա վերցրել, որ ասում Իրանը չի էլի։ Դա իմ ասելիքը, դա իր ասելիքը չի։ Կամ եթե իմ ասելիքը այդքան ճիշտ էր, ասում եմ բազմաթիվ անգամ հանդես եմ եկել։ Խի մի օր չի ասե, Պետրոս, հələ հայկին կանչի, կամ Պետրոս Իրանից խիչի ֆայմ է, հələ մի հատ հայկին կանչի, տեսեն ինչ է ասում այ ընկեր։ Բայց չի ասե, Էլիզա ջան։ Այդ խի Էլիզայի մտքով անցնում է հայկին կանչի, Պետրոսի մտքով չի անցնում։ Բախիա կանչում ում որ կանչում, ախի չի ասում, այ ընկեր, այս մարդը լտես եկեղեցու հետ կապված, գիտես քանի անգամ եմ անդրադարձել ու խորքային։ Պարոն Մանասյան, խի մի օր բանավեճի էլի եմ ասում։ Իշխանություն եկեղեցի, որովհետև իշխանություն եկեղեցի չէ։ Սա պահատեհապաշտություն է։ Պարզապես քաղաքականության մեջ մտած հոգևորականներ եւ իշխանություն։ Սա օպորտունիզմը ինքը պահը բռնել է, հարմար պահը բռնել է, ելույթ ունենում իր չստացած, չկայացած, չարված գործերը մոռացության մատնելու, անուշադրության մատնելու։ Սա նաև նշանակում է, որ այլևս հանրության մոտ չի աշխատելու, հա, այդ Սերժ Սարգսյանով կամ Ոչ, չի աշխատելու, էս չի աշխատելու։ Հանրության մեջ էս էլ չի աշխատելու, դե կտեսնեք։ Այս էլ, այս որսես նախաձեռնելա, ոչինչ էլ չի կարողանալու անի։ Ոչինչ։ Որովհետև այս արդեն մանկապարտեզ է, էլի, այ ընկեր լուրջ հարցեր կան, լուրջ գործեր կան։ Խոսացինք, բայց չխոսացինք բանի մասին։ Քաղաքականությամբ զբաղվել քաղաքական հասունությամբ։ Բլոկադան, այդ բլոկադան ինչպես։ Այդ բլոկադը տեսեք, հիմա տեսեք։ Ժողովուրդ ջան, ուրեմն իրավունքներ բան տես բոլորդ լսել եք։ Մարդու իրավունքներ, կյանքի իրավունք, սեփականության իրավունք եւ այլ։ Այսօր թողես լիքը մարդիկ լիքը իրավապաշտպաններ իրավունքներից են խոսում, բայց քաղաքականություն չեն մտնում, հախի, որովհետեւ այդպես է դրսից ֆինանսավորումը պայմանով է, որ դու ներքաղաքական process-ներին ակտիվ մասնակցություն չես ունենա։ Եթե քեզ ինչ որ իրավապաշտպան ես ֆինանսավորում ես ստանում քո իրավապաշտպան գործունեության համար, հանուն բարիքի, հա, նախապես ասեմ, վատ աչքով չեմ նայում։ Դու քաղաքականություն չես կարող մտնես։ Եթե դու լավ բժիշկ ես, դու քաղաքական չես կարող մտնես, դու դա կեղտոտ գործ է։ Եթե դու չգիտեմ, լավ լրագրող ես, քաղաքականություն մտնելը, էդի չգիտեմ։ Մի խոսքով, քաղաքականություն մտնելը մեր ժողովրդի սրտով չի։ Բայց մարդու իրավունքներից ամենաբարձր քաղաքական իրավունքներն են։ Մարդիկ ունեցել են բազմաթիվ իրավունքներ, բայց քաղաքական օրինակ կանայք ժամանակին չէին կարողանում ընտրել։ Չի թույլատրվել կանանց ընտրությանը մասնակցել։ Ընտրությունը որպես քաղաքական իրավունք բավականին ուշ տեղ հասավ, թույլ տրվեց օրինակ կանանց։ Հիմա էլ օրինակ, չգիտեմ, ընտրելու իրավունք չունեն, ընդհանրենք ազատազրկված անձինք։ Տեխնատություն ներկայացնելու իրավունք չունեն, չգիտեմ, օրինակ զինվորականները։ Հասկանու եք, սպասեք, այդ լավ չի, այստից է սկսում։ Այս կարևոր պահը ոչ, որտեղ քաղաքական իրավունքը, դա կարևորագույն իրավունքներից է։ Ժողովուրդ ջան, ուրեմն, կովը հինդուիզմում, Հնդկաստանում սուրբ էակ է։ Կերցնում են, խմցնում են, կթում են, չեն մորթում։ Կթում են, որ չկթեն կուրծքը կուրի կհիվանդանա։ Ամեն ինչով ապահոված կենթանի է։ Ոնց որ իդեալական մարդը ամենալավ եվրոպական երկրում։ Բայց էդի Հնդկաստանում սուրբ կովը հինդուիզմի կրոնը այդպես է, նրա բոլոր իրավունքներն ապահովում է։ Բայց կովը քաղաքական իրավունքներ չունի։ Այսինքն շատ մարդկանցից լավ է ապրում։ Շատ երկրներում մարդիկ այդպես չեն ապրում, անգամ զարգացած երկրներում։ Ոնց որ կովերը ապրում են Հնդկաստանում։ Ես ուզում եմ որ դուք հասկանաք, ձեր լավ, կուշտ, պաշտպանված ապահով ապրելը այդ Հնդկաստանում այդ երազանք որպես։ Դա այդ Հնդկաստանում ապրող կովի իրականությունից չի տարբերում։ Այն ինչ ձեր համար երազանք է, այդ կովերի մոտ իրականություն է։ Տարբերությունը, որ դուք կարող եք ունենալ ու կովը երբեք չի ունենա, դա ձեր քաղաքական իրավունքներն են։ Ընտրության մասնակցել, տեխնատություն դնել, քաղաքական միավորումներ ստեղծել, քաղաքական պայքար իրականացնել, քաղաքական որոշումներ կայացնել, դրանք որ են այլոց կյանքի մասին,
այլ մարդկանց հանրության կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել եւ իշխանություն ձեռք բերելու դեպքում այդ որոշումները ի կատար ածել։ Այս քաղաքական իրավունքները Հնդկաստանում ոչ մի կով չունի, երբեք էլ չի կարող ունենա։ Ձեր ձգտումներն ու երազանքները առհասարակ քաղաքականպես հասուն ժողովուրդները, թեկուզ առանց գիրք կարդալու էդի մարդու միջից կարա էլի ուղակի ներսից, քաղաքականապես հասուն ժողովուրդները գնում են իրենց քաղաքական երազանքները, իրավունքները ռեալիզացնելու։ Այս սա է, որ մեր ժողովրդի մոտ բացակայում է։ Այն ինչ մեր մեծամասնությունը երազում է, դա կարելի է մի բառով ասեք ոսկե ձկնիկը գա, ասի ինչ ես ուզում անեմ, ասի էս սաղ ասի, կարելի է այդ մարդուն սարքել Սուրբ Կով հինդուիզմի մեջ Հնդկաստանում, ու այդ մարդու սաղ պահանջները բավարարված կլինեն։ Բայց քաղաքական ժողովուրդները, քաղաքական անհատները դրանով չեն բավարարվում, ավելի դրանցից չեն էլ ձգտում իրենց ամբողջ հոգով էությամբ։ Այդ մարդիկ ձգտում են քաղաքական իրավունքների իրացման ճանապարհով, իրացմանը, դրա ռեալիզացիային, որն է գնալ ընտրատարածքում ճիշկատնել ու դրանով որոշել ով է առաջիկա մի քանի տարին առաջնորդելու կամ որոշումներ կայացնելու, տեղն եկած տեղը բողոքել ասել դու պիտի դուրս գաս, պահանջել, տեղն եկած տեղը քաղաքական միավորումներ ստեղծել եւ քաղաքական մտքեր գեներացնել ու սա տարածել։ Այս սրա մեծ դեֆիցիտ կա մեր հանրության շրջանում, շատ մեծ։ Եվ եթե մենք հանրությունը այս գիտակցությանը գա, Նիկոլ Փաշինյանը որպես հետևանք այս մեր տկարության, ուղղակի կչքվի։ Եվ 1 տարի կա հույս ունենանք, որ պարոն 1 տարում նման մեծ փոփոխություններ պրակտիկորեն հնարավոր չի իրականացնել, բայց միայն այն հանգամանքը, որ ես ապրում եմ, ես հայ եմ ու ապրում եմ հայերի մեջ, ինձ հույս է ներշնչում, որ այս տաղանդավոր ազգը մեկ էլ տեսարելի մի տարվա մեջ հասցրեց այդ պրարիվ ոնց կլինի, այդ ճեղքումն իրականացնել։ Իմ միակ հույսը, որ այս ժողովուրդը իր բնույթով, էությամբ, գենետիկայով, բնավորությամբ կարող է այդ ֆանտաստիկան իր հետ կարա տեղի ունենա 1 տարում ինքը քրիտիկական գոնե մի որոշ խմբի մոտ այն աստիճան բարձր գիտակցության գա, քաղաքական գիտակցության գա, որը նրան այդ ճեղքումը կապահովի, այդ Նիկոլ, Սերժ, Քոչարյան, չգիտեմ ով, Ռուսաստան, չգիտեմ Եվրոպա, Ադրբեջան, չգիտեմ ով, ճեղքումը կանի ու դուրս կգա բոլորովին այլ մակարդակի վրա։ Ամփոփելով պարոն Մանասյան, շատ կարճ Փաշինյանին չի հաջողվի հեռացնել կաթողիկոսին, իսկ բացառել, որ կաթողիկոսը կարող է ինքնուրույն գալ այդ որոշմանը։ Էդի դուրս շանտաժ պետք է անեն, այսինքն ունեն որոշակի տվյալներ, սպառնան որ կհրապարակեն, կաթողիկոսը գա այդ որոշմանը։ Կարա sense բան լինի, բայց էլի դե շանտաժով ինչ ասես կարելի անել էլի։ Մանավանդ այդ տեսակ մարդկանց մոտ, ովքեր ինչ գալաթասես իրենց կյանքում արել են, ինչ ասես արել են այդ մարդիկ իրենց կյանքում։ Այսինքն բարոյական այդ նկարագրի վրա հույս դնել հնարավոր չէ։ Հրապարակում ձայնագրություններ են հրապարակում։ Չէ, մարդու արժեքային համակարգում, որ փոփոխություն լինի եւ ինքը չսպասի, որպեսզի կոմպրոմատներ ներկայացնեն, նոր ինքը որոշի, որ եթե չի պահել ուխտը, ուրեմն հեռանա։ Ստե ուխտի հարցը չի ախր։ Ստե ուխտը պահելու հարցը կարան վաղը վեր կենան, որոշում կայացնեն, որ այլևս կուսակրոնությունը հանում են։ Ու կլուծվի այս հարցը։ Ոչ խնդրեմը մնալու է այդ մարդիկ, ասում այդ մարդիկ մեծ չեն մտածում։ Կաթողիկոսը մանր մտածելակերպով մարդ է։ Մենեջեր, լավ մենեջեր է։ Հասկանում եք, եկեղեցու համար լավ շուստրի, քթածակով մենեջեր է։ Նա հոգևոր առաջնորդ չի, հոգևոր առաջնորդի համար ու տիեզերական մասշտաբների պետք է մտածես, տիեզերական, հասկանում եք, ու այդ քո մասշտաբներից վերադառնաս շարքային մահկանացությունները, աս իմ փոխարեն այս նույն բաները խոսա սիրով։ Այմա ես ինչ խոսում եմ, սիրով չեմ խոսում, ես խոսում եմ ցասումով, հուզական եւ այլն։ Այ ինքը այս մակարդակից մի 10 անգամ ավելի բարձր մակարդակից պիտի գա ու սիրով սա բացատրի, քարոզի եւ այլն։ Դրա մասին եմ խոսում որպես հոգեվոր առաջնորդ, թե չէ քո կարծիքով կներեք, թե ձեր կարծիքով որ Նիկոլը այս կաթողիկոսը հրաժարական տվեց գնաց, ինչ ով է գալու են ինչ անեն։ Գալու են ինչ անեն ախր։ Հայ եկեղեցում այսօր մոմավառությունը հանված է տաճարից։ Գնացեք Գրիգոր Լուսավորիչ Տրասիայի դիմացը եկեղեցին։ Տեսեք ներսում մոմ վառում է, ոչ, падվալում։ Լսեք, քեզ կրոնադես դավանափոխ են անում այսօր ու դու տեղյակ չես։ Այսօր հայ ազգ քեզ դավանա ու նոր չէ։ Դավանափոխ են անում ու դու տեղյակ չես։
Ինչու, որովհետև այդ մոմավառության այնքան մեծ խորհուրդ ունի, դա նախաքրիստոնեական քո ժառանգությունն է կրակի առաջ աղոտ քանել, հասկանում ես։ Դու գիտես ինչ ազգային, ինչ ֆունդամենտալ բան ես փոխում արտաքինից, ներսից էլ դրան բնորոշ։ Այսօր խորանները բան են սրբապատկերների են վերածվում։ Այն դեպքում որ խորանում ոչ նյութական այդ լույսն է մարդկանց համար Աստծո խորհրդանիշ եղել։ Հասկանում եք, Աստված այնքան վերացական մեր հիմքում գաղափարաբանությունը որ գնաք հասնեք, դուք կտեսնեք այսօրվա դարերի համար այնքան համապատասխան է մեր եկեղեցու ավանդույթն ու պատկերացումները։ Այսօրվա դարին հումանիզմին, այս լուսավորության, լուսավորչականության այս պաշտամունքին, հասկանում եք, այնքան ոչ նյութական է, որ էլ չասած։ Բայց այդ ամեն ինչը հազարամյակներով եկել հիմա նյութականանում է։ Նյութականանում դառնում է սրբապատկեր։ Հարցը Հայր Աստծո անունն ինչ է։ Գիտի մեր ժողովուրդը, օրինակ Քրիստոս, Մարիամ Աստվածածին, Հայր Աստծո անունն ինչ է։ Հայր Աստված անուն չունի, լավ տենց ֆիքսած է միտեղ որ Հայր Աստված անուն չունի, որտեղ դա միակն է անկրկնելին է եւ Աստված է ու վերջ։ Միտեղ ֆիքսած է, միտեղ դա կլսեք ասելուց։ Որ այդ նկարի մեջ մայրը Հիսուսին, մանուկ Հիսուսին գրկած որ նայում եք։ Ժողովուրդ, այդ անհեր նկարը ձեզ բան չի հուշում։ Սրբապատկերը հարց չկա, բայց դա անհեր սրբապատկերը հասկանում ես։ Դու չես զգում մի բան ես երկրի գլխին պակաս է։ Դուք տերություն եք ուզում դառնալ, պետություն եք ուզում դառնալ, այդ անհեր նկարների առաջ ինչ անելով։ Դուք այդ որփի գլուխ ասում է, բանը որփի գլուխ չի, Վազգեն Սարգսյանն ասում, ով հասնի խուզի։ Դու բա ինչա որփի գլուխ չի։ Դու բարուրից սովորացնում ես քո ժողովրդին անհեր իրականության։ Դու ոնց ես ուզում անկախ Հայկ Նահապետից սերող այդ ավանդույթն ու այդ հանդգնությունը բերող դու ոնց ես ուզում տես դառնաս։ Իսկ սա ենթագիտակցական մակարդակում, արխետիպերի մակարդակում, բանալուծում, բանավորոշում։ Էլի վերադառնամ Նապոլեոնին, ուղղակի դրա մասին Նապոլեոնը ինչի ասած թնդում աշխարհով մեկ, որտեղ դա արխետիպային երևույթ է, նրա ամբողջ կարիերան, կյանքը, նրա երկրորդ գալուստը, 100 օրով հասկանում եք, ամբողջ քրիստոնյա աշխարհը Հիսուսի երկրորդ գալուստին էր սպասում։ Ու մեկ է Նապոլեոնի երկրորդ գալուստն ալնում 100 օրով։ Սրանք արխետիպային ենթագիտակցական բաներ են, որոնք պատմական կերպարներին դարձնում են համաշխարհային հռչակ, լեգենդ։ Սրանք ազդում են մարդու եւ ժողովուրդների վրա եւ միջև ահա այս տեղերից սկսող կաթողիկոս երբ որ ասում եմ ահա այս ամեն ինչը պատկերացնող չգա նստի հայոց հոգեվոր առաջնորդության գահին դու չես ունենալու այն եկեղեցին որ քեզ պետք է որը քեզ պետք է ապրեցնի չես ունենալու իսկ Նիկոլ Փաշինյանով ու մեր այսօրվա գործող կաթողիկոսով այս գզվրտոցով ինչ որ հարցի լուծում պատկերացնելը ինձ համար միամտություն է։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։